նահանգապետը նախկին այդ ազգանուն մոռացակ ասեմ 74 թվին ինքն էլ էր նրանց հետ, ինքն էր ղեկավարում ու ինքը ահավոր մեծ հարվածներ Վաշինգտոնից էր ստանում, հասկանում ես, բայց քանի որ սա ոտի են կանել, խնդիր չեղավ։ Այդ հարցը իրանք լուծեցին այդ ձև։ Նորվեգիայի տարբերակում այդ համակարգը ազնվական եւ թագավորական ընտանիքները, որոնք բարձրագույն երկրի 90% հարստության իրացնա, իրանք որոշեցին գնալ դրան։ Հա։ Նույնը դու տեսնում ես կարճ ասած արաբական երկրներում թագավորը որոշեց, որ ամբողջ նավթի հասույթը պետքա պատկանի ժողովրդին եւ հավասարաչափ տանը նստած բանկային account-ի մեջ յուրաքանչյուր երեխա ծնված օրվանից ստանում այդ շահույթը։ Կողքի Պարսկաստանում վերցրեցին Ալյասկայի այդ օրինակը եւ արևմտյան բոլոր տնտեսագետ մասնագետներն ասում են Պարսկաստանի տարբերակը ամենակատարյալն է։ Եվ ստեղ 2008 թվականից այդ սեփականության իրավունքը Պարսկաստանում դրած ու աշխատում է։ Ամբողջ հասույթի 50% իրանք հասկացնում են զինվորապես, то есть ապահովելու համար անվտանգությանը, մնացած 50%-ը բոլոր ընտանիքներին կամ բենզինի կտրոնով կամ գումարով միանգամից ընտանիքը 14 հոգյանոց է, ով է գլխավորը, նրան բաժանվում է, նույնիսկ կանչում հարցնում են, սա լավ է նայում հավասար է ընտանիքի անդամներին։ Այսինքն ամբողջ նավթի հասույթը բաժանվում է ժողովրդին, հավասարաչափ։ Այսինքն այդտենց մարդ իր վրա զգում է երկրի հարստության կամ մուլտիպլիկացիան, էլի։ Ապրես, հիմա երբ որ կարծես Արտակ ջան, դու ես, մյուսը զգանք, որ ախպեր ջան, այս հողի ջրից, այս նրանից այդ դիվիդենդը մենք առնում ենք, թեկուզ $1 ամիս, բայց այդ տերը ես եմ։ Ու կարևորը ու պլյուս դրան ես կարամ կարճ ասած հավաքվենք, որոշենք, ասենք լավ չէ աշխատում էսի, հիմա 20 դոլար ենք, բայց կանցել ենք անում, հիմա տալիս ենք ուրիշին, տոին բանան դիվիդենդ ավելի շատ է տալի։ Հիմա մենք էլ որոշում ենք, չէ՞ կայացնում։ Երբ որ $1 դիվիդենդ դու զգաս, դու կզգաս, որ կարճ ասած դու ես երկրի տերը, ոչ թե դա օդի մեջ գաղափարախոսություն է։ Հա։ Այսինքն գաղափարախոսությունը, ազգային գաղափարախոսությունը հիմնավորվեց սեփականության իրավունքով, տնտեսական անվտանգության հիմքով։ Okay, պարոն Արմեն, ի՞նչն է խանգարում մեզ ազգայնացնել երկրի։ Ես հասկացա մոդելը։ Հա։ Ով պետք է մի հատ պետք է տենց շեյխ ունենանք, պետք է Ալյասկայի պես նահանգապետ ունենանք։